Ու ես եկա այսպիսի եզրահանգման։ Ես շարունակաբար ասում եմ ու ասելու եմ, Գալակտիկոսը չի աշխատելու։ Դու չես կարող ունենալ մեկ թիմում 3-4 սուպեր աստղ, որոնք եկել են թիմ լինելու համար մեկը որպես դեմք ու փորձես գտնես այդտեղ բալանս։ Դա անհնար է։ Դա ուղղակի անհնար է։ Դա ոչ թե ես եմ ասում, ոչ թե չգիտեմ Վասյանն է ասում կամ Պետրոսն է ասում, դա փորձի վառ ապացույց է։ Մենք տեսել ենք օրինակներ, որ չի աշխատում Գալակտիկոսը։ Նույն Ռեալի Գալակտիկոսը չաշխատեց։ 2010-ականների սկզբում, երբ Իբրահիմովիչը եկավ Բարսելոնա, իր էգոն, իր ցուցադրած ֆուտբոլը ինքը համար մեկը պետք է լիներ, բայց այնտեղ դու չէիր կարող համար մեկը լինել, որտեղ այնտեղ կար Լիոնել Մեսսի։ Ու դա էլ բերեց Պեպ Գվարդիոլայի հետ կոնֆլիկտի, որտեղ Գվարդիոլան իդեպ շատ ճիշտ գործելով, որպես այդպեսին, եթե post factum դիտենք, ընտրեց Մեսսին։ Ու ոչ մեկ ոչ մի բան չկարողացավ ասել, որովհետև դրանից հետո Բարսան հաղթեց հնարավոր բոլոր գավաթները, իսկ Պեպ Գվարդիոլան դարձավ հանճար։ Ու հիմա այսպիսի մի իրավիճակ է ստեղծվել, երբ այսպես ասեմ, Ալվարո Արբելոան հայտնվել է մի հատ անելանելի իրավիճակում, որտեղ նա պետք է թիմին արդյունք տա, նա պետք է այնպես անի, որ թիմը խաղա լավ ֆուտբոլ, ու նա պետք է խաղացնի իր սուպերաստղերին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում թիմի սուպերաստղը Վինիսիուս Ջունիորն էր։ Ու խաղը կառուցվում էր ամենավտանգավոր կետը հանդիսացնելով Վինիսիուս Ջունիորին, որի օգնական կլինի նաև Ֆեդերիկո Վալվերդեն։ Ու այդ ամենը աշխատում էր։ Ռեալը սովոր է Վինիսիուսի առաջատարությամբ խաղալ։ Ու Ռեալը հաղթում է, երբ Վինիսիուսն առաջատար է խաղադաշտում։ Շեշտը դրվեց Վինիսիուսի վրա, ու այդ ամենը աշխատեց։